Հանրահայտ չի, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց օրինակ մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից չեն ուզում։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը արտգործնախարար Միրզոյանի այս մեղադրանքը որակում է մանիպուլյացիա, որ իշխանականներն անդադար շահարկում են։ Ըստ նրա, Սոֆիայի տապալված հանդիպման համար Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մեղադրելը նշանակում է լեգիտիմացնել Արցախում էթնիկ զտումը։ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ կապերի մեխանիզմը, որ առաջարկվեց ամերիկյան կողմի կողմից, մեծ հաշվով face saving-ի հնարավորություն տվեց Հայաստանին, ասելով տեսեք, մենք խաղաղության պայմանագրի տեքստի մեջ չենք ներառելու այդ սկզբունքները, բայց այդ թող Բաքուն ու Ստեփանակերտը գնան բանակցեն նմանատիպ հարցերի շուրջ, բայց արդեն իսկ այդ պահին պարզ էր, որ Բաքուն ու Ստեփանակերտը որևէ էական հարցի շուրջ, բացի ինչ-որ մշակութային իրավունքներից, չէին կարող բանակցել։ Արարատ Միրզոյանը երեկ ազգային ժողովում հայտարարել էր, թե ամեն ինչ արել են արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու համար, սակայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունը հրաժարվել է Ադրբեջանի հետ բանակցություններից 2023-ի հունիսին Սոֆիայում նախատեսված հանդիպումից։ Բայց ու ձեռ են առնում, ես չեմ հասկանում, այս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի վերջը, թե չէ։ Ինչքան կարելի անընդհատ իրանց եղած նույն թերթերի միջոցով ասել Ղարաբաղը հանձնեցին։ Եթե Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ստեփանակերտն է հրաժարվել այդ բանակցություններից, ստացվում է նա հայտարարում է նաև, որ Ադրբեջանը այլ ելք չուներ, քան ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել։ Մեծ հաշվով սա Ադրբեջանի գործողությունների լեգիտիմիզացիա է։ Սոֆիայի հանդիպումը նախատեսված էր 2023-ի հունիսին, Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից 3 ամիս առաջ, նախաձեռնել էր ամերիկյան կողմը։ Ռուսաստանի բացասական արձագանքից հետո այն տապալվեց, բայց հանդիպման հնարավորությունը չբացառվեց։ Դրանից հետո էլ շարունակվեցին բանակցությունները և հաջորդը պետք է Բրատիսլավայում լիներ։ Դա էլ ադրբեջանական կողմը տապալեց։ Արարատ Միրզոյանին հակադարձում է արցախցի քաղաքագետը։ Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղյան կողմի համաձայնությունը ու ամերիկյան առաջարկը, գնաց ռուսական կողմի մոտ եւ մեծ հաշվով վաճառեց այդ առաջարկը ռուսական կողմին։ Երբ ռուսները համաձայնեցին, որ հանդիպումը պետք է տեղի ունենա Եվլախում։ Եվ դրանից հետո մեծ հաշվով այդ հանդիպման հնարավորությունը կորսվեց։ Արարատ Միրզոյանը, որ պետք է դիվանագիտական արտաքին ճակատում լիներ, իջել է ներքաղաքական քննարկումների մակարդակը ու կրկնում է այն, ինչ իշխանական ու իշխանամերձ գործիչները շահարկում են ներքաղաքական նպատակներով, ասում է Տիգրան Գրիգորյանը։ Բայց երբ արդեն արտաքին գործերի նախարարությունն է ներքաշվում այս գործընթացի մեջ, սա պարզապես կարելի է որպես խայտառակություն որակել։ Քաղաքագետ Գրիգորյանն էլ այս փուլում իրատեսական չի համարում վերադարձի հարցը առաջ մղելը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում ներառելը։ Բայց այդ ամենը բացատրելիս, հիմնավորելիս օգտագործել այնպիսի թեզեր, որոնք մեծ հաշվով արդարացնում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան, էթնիկ զտումը պարզապես անթույլատրելի է։ Փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հրճակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսեն։ Քաղաքագետին զարմացնում է նաև իշխանականների այն ձևակերպումը, թե Արցախը լուծարվել է վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով։ Սա եւս ցածրագույն մակարդակի մանիպուլյացիա է։ Լավ, ուզում եք ասեք հնարավոր չի հարցը ներառել բանակցությունների մեջ, դա ամբողջովին ռացիոնալ մոտեցում է, բայց այդ հրամանագիրը ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Ստեփանակերտի մատույցներ հասած ադրբեջանցիները կնահանջեին, եթե Սամվել Շահրամանյանը ուժի սպառնալիքով այդ հրամանագիրը չստորագրեր։ Միրզոյանն ու Փաշինյանը Արցախ վերադառնալու իրավունքի հարցը կպնդեին, եթե էթնիկ զտումն ու հայաթափումը լիներ առանց այդ հրամանագրի, հարցնում է արցախցի քաղաքագետը։ Որևէ անհատ պաշտոնյա նմանատիպ լիազորություն ունի, թե չունի։ Այսինքն պարզ է, որ դա ապրիորի կեղծ ինչ-որ հարց է, որևէ պաշտոնյա չի կարող պետություն լուծարել։ Ուժի սպառնալիքի տակ իրականացված, ստորագրված որևէ փաստաթղթեր միջազգային իրավունքի համաձայն չունեն որևէ իրավական ուժ։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունն էլ զայրացրել է Արցախի պահպանության կոմիտեին։ Սա պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորումն է։ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարել են կոմիտեից։ Արցախյան հարցը միանշանակ
փակված չէ եւ հակառակը ես կպնդեի, որ նոր էջ է բացում։ Կոմիտեի անդամ Սաիդա Պողոսյանն էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրատեսական չի համարում, որ Արցախի հետ կապված որևէ հարց օրակարգային դառնա, առաջ մղվի, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանի պես իրենք էլ Արցախի էջը փակել են։ Իսկ մեր նպատակը այն է, որ արցախցիները մնան Հայաստանում, լինեն պաշտպանված եւ արցախյան օրակարգը միշտ լինի առաջնային։ Ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանված մարդկանց իրավունքների հարցը հասնի միջազգային ատյաններ, քաղաքական կարևոր հարթակներ, ասում է Սաիդա Պողոսյանը։